Ադրբեջանի հռետորաբանությունը նոր չէ, նախկինում էլ երբ մի քայլ առաջ է արվել, Ադրբեջանը պրովոկացիաների է դիմել ու երկու քայլով հետ գնացել։ Լրագրողների հետ զրույցում ասում է փոխարտգործնախարարը։ Հրադադարի խախտման մասին սին հայտարարությունները շատ արագ պարզաբանվում են։ Հիմա իհարկե ունենք շատ կարևոր գործիք, դա դիտորդներն են, որոնք արձագանքեցին, տեսակ թե այս դեպքում թե նախկինում, եւ միջազգային հանրությունը լավ գիտակցում է, որ նման կեղծ հայտարարությունները չեն նպաստում որևէ դերական գործընթացի։ Եվրոպացի դիտորդների մանդատը 2 տարով է, սակայն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո նրանց ճակատագիրն անորոշ է։ Համաձայնագիրն է պարտադրում, որ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ ուժ չտեղակայվի։ Եթե ունենանք այդ առաջընթացը, ստորագրենք, ռատիֆիկացնենք եւ իսկապես կայուն խաղաղության նշաններ լինեն, իհարկե մենք կարող ենք քննարկել նոր մանդատ Եվրոմիության դիտորդների համար, պարտադիր չէ միայն սահմանափակվել սահմանագծով։ Այնտեղ մանդատում կա նաև այդ վստահության միջոցառումների ստեղծումը։ Վստահություն կա, որ Բաքուն չի պահանջի դիտորդներին առհասարակ հանել Հայաստանից։ Պարույր Հովհաննիսյանը հստակ պատասխան չունի։ Եթե մենք խոսում ենք երրորդ կողմի ուժերի մասին, արդյոք եվրոպական դիտորդները հանդիսանում են ուժ։ Սա դիտորդական առաքելություն է։ Այսինքն տրամադրությունը հուշում է, որ չպետք է լինեն նման պահանջներ, բայց իհարկե վստահ լինելու մասին շատ բարդ է ասել։ Երևանը պատրաստ է եւ Ռուսաստանի եւ մյուս գործընկերների հետ քննարկել խաղաղության պայմանագիրը։ Մոսկվան գործընթացին ներգրավված է եղել, վերջերս էլ խորհրդակցություններ են անցկացվել։ Ապրիլին կմեկնարկի վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը։ Արտաքին հարցերի հանձնաժողովում Հովհաննիսյանը հայտարարել է, որ սա ամենացավոտ հարցն է, քանի որ միակ ոլորտն է, որտեղ Երևանը բավարարված չէ գործակցությունից։ Այստեղ կարող ենք դիտարկել այլ երկրների փորձը եւ նման գործընթացները տևում են երեքից 5-6 տարի։ Ազգային ժողովի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի մեկնարկի օրինագծին։ Հետաձգումից հետո նախաբանում փոփոխություններ են արվել։ Աշխատանքային կարգով քննարկել ենք եւ կառավարության առաջարկությունը ինտեգրվել է մեր նախաբանի մեջ։ Նախաբանից դուրս է եկել առաջին հատվածը Հայաստանի Հանրապետությունը արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը, այդ նախադասությունն է դուրս եկել, ինչպես հիշում եք, կառավարությունը առաջարկում էր ընդհանրապես օրենքն ընդունել առանց նախաբանի։ Օրենքի ընդունումը չի նշանակում միությանն անդամակցելու հանրաքվեի անցկացում, իշխող ուժի պնդմամբ խոսքը քաղաքական կամքի մասին է։ Իզաբելլա Հովհաննիսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։